Ասմունքող Լիանա Զուրաբյանը տեսանյութ է հրապարակել իր սոցիալական հարթակներում և գրել հետևյալը. «Այսօր մայր և որդի դարձան կանչապահասների ցինիզմի զոհը, գլխավոր հանցանք կատարող անչափահասը պետք է իր պատիժը ստանա, այս ամենը հրապարակում եմ, որ մյուս մայր ու որդիները չդառնան ցինիզմի զոհ»։ Լիանա Զուրաբյանը մի քանի տեսանյութ է հրապարակել, որտեղ արտասվելով պատմում է եղելությունը, առաջարկում ենք դիտել դրանցից մի քանիսը։ Երեկո եմ սել հետևորդներ, իրոք իմ կարգավիճակը այդքան էլ լավ չէ, ես և խելքեկպես և հարվածից ստացել եմ վնասներ, բայց կուզեմ այս պահին բոլորիդ ասել շնորհակալություն, որ գրում եք, որ զանգում եք և ներողություն, որ չեմ կարողանում պատասխանել, իրոք հոգեվիճակս լավ չէ, այս կերպ ցանկանում եմ ասել բոլորիդ շնորհակալություն։ Անդրադառնում այսօրվա թեմային, դեպքը տեղի է ունեցել նոյեմբերանի Բերթավանում, երբ որ երեխայիս ես դպրոցից բերում էի հյուրատուն 11:45 րոպեին։ Ուրեմն, այս դեպքը առաջին անգամը չէ, սա 2 տարի ու կես է, ինչ ես այստեղ եմ կրկնվում եմ, այս ցինիզմը, այս անչափահասների ցինիզմը անընդհատ ծիծաղ, հեգնանք, ռեպլիկ։ Մի քանի անգամ զգուշացրել եմ, եկել եմ դասարաններով մանեմ եկել այդ տղաներին։ Տնօրենը տեղյակ է եղել, գնացել սաստել է իրանց։ Եկել են ասել Լիանա ջան, ամեն ինչ նորմալ է, մի նեղվեք։ Հետո նորից սա շարունակվել է։ Հիմա ես նորից եմ ասում, Բերթավան աշխարհ, երբեք չկարծեք, թե ես գործ տվողի անուն ունեմ։ Ես հարգում եմ պետական մարմիններին, հարգում եմ բոլոր կառույցներին։ Բայց եթե ես իմանայի, որ այս տարածաշրջանում կա մարդ, ով կարող էր հարցին լուծում տար, կգնայի կդիմեի, մի հատ ներողությունով հարցը կամփոփվեր, բայց չգիտեմ, կա արդյոք, եթե կա, կներեք ինձ։ Դրա համար գնացի պետական մարմիններ դիմեցի։ Իսկ ինչպես եղավ դեպքը։ Ես նորից եմ ուզում այս մասին խոսել։ Ուրեմն, ես Լևոնին դպրոցից բերում եմ տուն, բայց իմ շինարարները մաս են ցանկացել, դռան, պետք գանք շինանյութի խանութ։ Լևոնին բերելուց արդեն զգում եմ ցինիզմ ժպիտները, բայց ինձ զսպում եմ, Լիանա, քեզ սուս պահի։ Լևոնին արդեն բերելուց զգում եմ, որ էլի ցինիկ ծիծաղ, ռեպլիկ եւ այլն, ու ես պահում եմ տեսանյութը, ասում եմ ձեզ զգոն պահեք, այդ ցինիզմը հերիք է, կնկարեմ, կգցեմ բոլորի սայթ, ցինիզմը ձեր բոլորը կտեսնեն, տեսնում եք ոնց են բոլորը վազում, նյութի մեջ կա, այդ տղան, որը թիրախավորվեց, ընկավ նյութի մեջ, այո, թիրախավորվեց, ինքը մենակ չի, շատերն են իրա կողքին, ինքը մենակ չի, անկեղծ եմ ասում, բայց ինքը քանի որ Լևոնին հրեց, դա իմ սրտին կպավ, երեխայիս հրեց, երեխաս այդ իմ հոգեվիճակը տեսավ, գնաց դեպի իրան, ինքը երեխայիս հրեց, ես գնացի իրան մաս գոնության ապտակ տվեցի, որ մաս թափվի, ուր ինչ ես անում երեխայիս, ինքը ինձի հարվածի ապտակ տվեց, հարվածի ապտակից հետո ես իրա ոտքերին եմ այո խփում, եւ ոչ թե ինքը երկրորդ ապտակն է ինձ հասցնում, երրորդ ապտակը ես պատասխան չեմ տվել, նստել եմ մեքենան, երեխային նստացրել եմ մեքենան, ուղիղ ոստիկանություն։ Ամեն դեպքում սա է իրողությունը։ Մենք դպրոց երկար ժամանակ չենք գնալու, մինչև հասկանամ ինչ կկատարվի հետո։ Հետևորդներ, շնորհակալ եմ անդադ գրում զանգում եք, իրոք իմ այս պահի վիճակը լավ չի, չեմ կարողանում դες պատասխանել, բայց մի հաղորդում կուզեմ տալ իմ հետևորդների մեջ։ Ես ունեմ փաստաբան, եթե ունեմ, ապա գրեք, որովհետև իրավիճակը կարծես թե սրվում է, եւ ես պետք է իմ եւ իմ տղայի շահերը կարողանամ պաշտպանել։ Եթե ունեմ փաստաբան, խնդրում եմ ինձ գրեք։ Հետևորդ փաստաբաններ։ Հաղորդում է տվել ոստիկանությունում տվյալ անչափահասը, որ այդ ծեսկրտուկի մեջ, այսինքն որ ինձ խփել է, ես իրան եմ խփել, ինքը իր ձեռքը վնասել է։ Եվ գնացել է հաղորդում է տվել։ Մարդիկ պաշտպանվում են, էլի։ Այդպես պաշտպանվում են լկտիությամբ, նորից լկտիությունը հետևից, ներողություն խնդրելու իրավիճակը հասկանալու փոխարեն։ Սել հետևորդներ կներեք, որ չեմ կարողանում գրվածքներին պատասխանեմ եւ զանգերին։ Ամբողջ այս ձախ կողմս ուռած է, եւ ցավում է շատ փիս։ Ես վախենում եմ ինչ-որ բան չլինի։ Ես բազմիցս ասի դատաբժիշկ, բայց դատաբժիշկ չեկավ։ Ես չեմ հասկանում ինչա հետս կատարվում։ Թույլ սրտխառնություն եմ ու լավ չեմ զգում ինձ։ Չեմ կարող հասկանամ ինչա հետս կատարվում, շատ վատ է իմ կարգավիճակը այս պահին։
Եվ վերջապես Հայաստանում կլինի կնոջ երեխայի շահերը պաշտպանել։ Վերջ կդրվի այս ցինիկ կարգավիճակին։ Վերջ կդրվի խնդիրով երեխայի վրա ծիծաղելու։ Հայաստանում կլինի այդ պահը։ Ասում որ արդեն ես հյուրատարն եմ։ Նորմալ է։ Լավ կլինի ամեն ինչ գնա լավ լինի։ Ասեմ որ կարգավորված է, թե պետք մի փոքր ցնցում երևի ստացած կլինեմ դեմքիս։ Այդուցված նոր այջնում։ Ինչ կուզեմ ասեմ, ուրեմն տվյալ անչափահաս ասեմ, թե չափահաս ասեմ, արդեն չգիտեմ, անունը չգիտեմ։ Ազնվորության մայրն այն զանգում նոր հյուրատում։ Աշխատակցություն է պատասխանում, լավ չեմ կամ խոսամ, խնդրում եմ համել զանգերով մի քիչ հասկացող եղեք, հետո կխոսամ, սա ինչ եմ հրապարակում։ Եվ աշխատակցություն ասում է, հոխորտումը, ասում է, ասեք Լիաննային, որ գնում եմ ես բողոքեմ, որ անչափահասին իրավունք չունի սա այդ գցելու։ Անչափահասը դպրոցի բակում ծխում է, բայց անչափահասին իրավունք չկար իր կեղտոտ արարքը հրապարակելու եւ լուսաբանելու։ Խելքի աշեցեք, ասել Աջիվանին։ Ուզում եմ իմանամ, ես իրավունք ունեի այս տեսանյութը հրապարակելու, եթեր տալու, որ մյուս անգամ չտուժեն մամաներն ու զավակները։ Ասում է, ժանգի մասին խոսա, որ մաքրվի։ Ստի համար խոսա, որ ճիշտը գա ջրի երես։ Կեղտի համար խոսա, որ մաքրությունը երևա։ Բավական է արդեն, բավական է։ Վերջ պետք է տրվի ցինիզմին։ Դեպորտներ, շնորհակալ եմ անդադ գրում զանգում եք, իրոք իմ այս պահի վիճակը լավ չի, չեմ կարողam դες պատասխանել, բայց մի հաղորդում կուզեմ տալ իմ հետևորդների մեջ։ Ես ունեմ փաստաբան, եթե ունեմ, ապա գրեք, որովհետև իրավիճակը կարծես թե սրվում է, եւ ես պետք է իմ եւ իմ տղայի շահերը կարողանամ պաշտպանել։ Եթե ունեմ փաստաբան, խնդրում եմ ինձ գրեք։ Հետևորդ փաստաբաններ։ Հաղորդում է տվել ոստիկանությունում տվյալ անչափահասը, որ այդ ծեսկրտուկի մեջ, այսինքն որ ինձ խփել է, ես իրան եմ խփել, ինքը իր ձեռքը վնասել է։ Եվ գնացել է հաղորդում է տվել։ Մարդիկ պաշտպանվում են, էլի։ Այդպես պաշտպանվում են լկտիությամբ։ Նորից լկտիությունը հետևից։ Ներողություն խնդրելու իրավիճակը հասկանալու փոխարեն։